Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Նա համոզմունք է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն առկա խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն են։ Ջեյհուն Բայրամովի խոսքով խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Հայաստանի և Ադրբեջանի ջանքերի արդյունքն է։ Փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի եզրափակիչ փուլը, նշել է դիվանագետը։ Միևնույն ժամանակ Բայրամովը կրկին մեղադրել է Հայաստանին իբր Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու համար։ Նա նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը և մեղադրել հայկական կողմին դրանից իբր հրաժարվելու համար։ Մինչդեռ Երևանը բազմիցս հայտարարել է Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրելու պատրաստակամության մասին։ Բայրամովն անդրադարձել է Բաքու-Վաշինգտոն հարաբերություններին, հույս հայտնել, որ Թրամփի օրոք դրանք կբարելավվեն։ Նա մեղադրել է Բայդենի գլխավորությամբ նախորդ վարչակազմին հայամետ դիրքորոշման համար։ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ Բայրամովը որակել է լավ։ Կան ոլորտներ, որոնց շուրջ կարող ենք տարաձայնություններ ունենալ, բայց միշտ բաց խոսում ենք դրա մասին, հավելել է նա։ Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին, ադրբեջանցի դիվանագետը շեշտել է. Բաքուն հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը Բաքվում մասնակցել է Աֆղանստան տարածաշրջանային փոխկապակցվածություն, անվտանգություն և զարգացում համաժողովին։ Այցի շրջանակում Սերգեյ Նարիշկինը հանդիպել է Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաև հետախուզական այլ կառույցների ղեկավարների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով բանակցությունների ընթացքում ռուս պաշտոնյան նշել է, որ հատուկ ծառայությունների ուղղությամբ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործակցությունը դինամիկ զարգանում է։ Կրում է կառուցողական, փոխշահավետ և վստահելի բնույթ, ինչպես նաև ուղղված է Ռուսաստանի և Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանությանը։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, միջուկային գործարքի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ֆոնին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Մեկ անգամ արդեն թույլ չեմ տվել, որ դա տեղի ունենա։ Նրանք փող չունեին ահաբեկչական կազմակերպությունների վրա ծախսելու համար, սակայն Բայդենը չեղարկեց պատժամիջոցները։ Եթե Իրանը միջուկային զենք ունենա, բոլորիդ մեծ վտանգ կսպառնա, դիմել է ԱՄՆ նախագահը ներկաներին։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, ցանկանում է, որ Իրանը լինի մեծ և բարգավաճ երկիր։ Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը, նախազգուշացրել, եթե Մոսկվան կամ Կիևն ինչ-ինչ պատճառներով խոչընդոտներ ստեղծեն, Վաշինգտոնը դուրս կգա բանակցություններից։ Հուսով եմ նման բան անելու կարիք չի լինի և պատերազմը հնարավոր կլինի դադարեցնել, նշել է Թրամփը։ Նա հավելել է, երկու կողմից էլ պատրաստակամություն է տեսնում հասնելու այդ նպատակին։ Լրագրողի հարցին արդյոք Վլադիմիր Պուտինը խաղում է իր հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. ոչ ոք ինձ հետ չի խաղում, ես փորձում եմ օգնել, սա Բայդենի պատերազմն էր, ընդգծել է Թրամփը։ Նրա խոսքով ռուս-ուկրաինական բանակցություններում այժմ կրիտիկական պահ է։ ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն Դոնալդ Թրամփը և Քիր Սթարմերը քննարկել են երկկողմ առևտուրը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները և Մերձավոր Արևելքում անվտանգության հետ կապված հարցեր։ Ուկրաինայում պատերազմը քննարկել են նաև ԱՄՆ պետքարտուղարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Մարկո Ռուբիոն Մարկ Ռյուտեին տեղեկացրել է հակամարտության կարգավորման առաջարկների մասին, որոնք Վաշինգտոնն ավելի վաղ ներկայացրել էր Կիևին և Մոսկվային։ Նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները հուսով են, որ առաջարկը կընդունվի և Ուկրաինայում կայուն խաղաղություն կհաստատվի, նշել է Ռուբիոն առանց մանրամասնելու ինչ առաջարկի մասին է խոսքը։ Պետքարտուղարը կրկնել է Թրամփի խոսքերը, եթե շուտով խաղաղության հեռանկար չնշմարվի, Վաշինգտոնը կհրաժարվի միջնորդական ջանքերից։ Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված է հասցրել ուկրաինական Սապսան օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի և NASAMS զենիթահրթիռային համակարգերի փորձարկումների անցկացման վայրին։ Բոլոր օբյեկտները ոչնչացրել են, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Ըստ ուկրաինական կողմի, ռուսական ուժերն էլ հարվածել են Սումիի շրջանի էներգետիկ օբյեկտներին։ Մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության։ Թիրախում են հայտնվել նաև Խարկովը և Զապորոժիեն, հայտնի է մեկ զոհի մասին, 70-ից ավելի մարդ է վիրավորվել։ Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը 18 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Սիրիա։ ԶԼՄ-ների տվյալով նա սահմանը հատել է Հորդանանի տարածքով։ Սիրիական սանագործակալությունը հայտնել է, որ Դամասկոսի ժողովրդական պալատում Աբասի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարան և արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանին։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Դիանա Գասպարյան, լուրեր։